Սուրբ Ծնունդը համարվում է հայ առաքելական եկեղեցու առաջին տաղավար տոնը։ Այն ունի ոչ միայն տոնական, այլև նաև խորհրդանշանական խոհանոց։ Այդ օրվա մատուցվող ճաշատեսակներից ամենահիմնականը դա Մարիամի ճաշն է, կամ ինչպես կոչում են նաև ավետիսի ճաշ, որը պատրաստում են սպիտակ բանջարով եւ ձավարով։ Շատ ավանդազրույցներ կան այդ ճաշատեսակի պատրաստման անվան հետ։ Ինչից է առաջացել Մարիամի ճաշ անվանումը, քանի որ սպիտակ բանջարը ետելուց ճեղում է, այն նմանեցնում են Մարիամ Աստվածածնի մազերի հետ, եւ նաեւ որ Մարիամ Աստվածածինն է իբրև քաղել այս բույսը, այդտեղից էլ եկել է այդ անվանումը։ Այդ ճաշը այդ օրը Սուրբ Ծննդյան տոնին ուտում են ընտանիքի բոլոր անդամները, որպեսզի զերծ մնան տարբեր հիվանդություններից։ Սպիտակ բանջարը ունի տարբեր անվանումներ։ Մեր տարածաշրջանում այն անվանում են սպիտակ բանջար, սպիտկուկ, սպտգյուն, սպտգյուն, եւ որն էլ համարվում է այդ ճաշատեսակի հիմնական բաղադրիչ մասը։ Կա նաև մեկ այլ ավանդազրույց, որ իբրև Մարիամ Աստվածածինը երբ որ ծննդաբերել է, ուտելու ոչինչ չի ունեցել։ Նրանք կերակրելու համար հովիվները բերել են ցորեն եւ սպիտակ բանջար բույսը, որով էլ նրանք պատրաստել են այդ ճաշատեսակը եւ կերակրել են Մարիամին։ Ճաշատեսակը պատրաստելու համար նախապես թրջում ենք սպիտակ բանջարը, որը քաղում ենք մեր տարածաշրջանից, հովտային շրջաններից, բարձր լեռնային գոտիներից, մաքրում, հյուսում չորացնում ենք ձմռան համար եւ այն օգտագործում ենք տարբեր ճաշատեսակների մեջ։ Հիմնական բաղադրիչ մասը այսօր սպիտակ բանջարն է։ Հիմա ես կտրատում եմ այդ բանջարը եւ այն կօգտագործենք ցորենի հետ կեփենք բավականին երկար ժամանակ։ Մարիամի ճաշը արդեն համարյա պատրաստ է։ Սպիտակ բանջարն ու ձավարը լավ եփվել են։ Բանջարն արդեն ճեվում է, կարծես թել-թել է լինում, որն էլ հենց նմանեցնում են Մարիամ Աստվածածնի մազերի հետ։ Մենք հիմա լավ կհարենք այն, որ ավելի միասեր դառնա զանգվածը, կավելացնենք աղ, իսկ վերջում հալած յուղ կդնենք ու կմատուցենք Մարիամի ճաշը։ Մարիամի ճաշը տանիքի անդամները ճաշակում են, որպեսզի զերծ մնան տարվա հիվանդություններից։ Մենք հիմա կավելացնենք աղը ըստ ճաշակի եւ կշարունակենք լավ հարել։ Այն շատ գեղեցիկ տեսք ունի, ձավարը համարյա լրիվ եփված է։ Մարիամի ճաշը Սուրբ Ծննդյան նախօրեին պատրաստվող պահոց սեղանն է, որը նվիրվում է Սուրբ Մարիամին։ Խորհրդանշանական իմաստը այն նշանակում է խոնարհություն եւ պարզություն, ինչպես Մարիամի կյանքն է, մաքրություն եւ հավատ, սպասում Քրիստոսի ծննդյանը։ Այս ճաշը խորհրդանշում է սպասումը մանկան ծննդին, օրհնություն ընտանիքի համար։ Հավատացյալները հավատում են, որ Մարիամի ճաշը խաղաղություն եւ բարօրություն է բերում տուն։ Շատ ընտանիքներում ճաշից մի փոքր պահում են որպես օրհնության նշան։ Մեր ճաշը համարյա արդեն պատրաստ է, տնական հալած յուղը պատրաստ է արդեն ավելացնելու ճաշին եւ մի քիչ հետո մենք արդեն կմատուցենք եւ կվայելենք ճաշը։ Մարիամի ճաշը հիմնականում բոլոր վայրերում պատրաստում են հունվարի 6-ին, իսկ հին տոմարով հիմնականում գյուղական վայրերում պատրաստում են հունվարի 19-ին։ Մարիամի ճաշը արդեն վերջնական պատրաստ է, վերվել է վերջնական տեսքի, ավելացնում ենք յուղը, տնական, ցանկալի է տնական եւ վայելում։ Բարի ախորժակ։